Այսօր ինչ է պետք մեր ժողովրդին, որ մարդիկ չեն ուզում երկից գնան, ուզում են ապրեն, ուզում են վայելեն, կյանքի բարիքներից օգտվեն, իրենց ընտանիքով, իրենց բալիկներով, իրենց թոռներով, ուրիշ բան չեն ուզում, մարդիկ է դադար խոսալուց հոգնել են, այսօր մարդիկ լիարժեք, վարկի տակ են, Ժողովուրդ ջան, այստեղ հավաքվածները 90%-ը վարկի տակ է, ճիշտ է թե ոչ, թե չէ սխալ եմ ասում, 100%-ը վարկի տակ է, ասեմ թե ես ինչ եմ իմ հետ ծրագրում ինչ է նախատեսված, որ եթե ժողովուրդ աղքատ է, պետություն աղքատ է, դադար խոսալով չի, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ 2-3 տարի, եղել է պատերազմ, մարդիկ չեն աշխատել, այլ ծախսել են ապրելու, գոյատևելու, բուժվելու համար։ Հիմա այդ մարդկանց պետությունը պետք է իր ժողովրդին ձեր մեկնի, թե ձեր չմեկնի։ Կարա ասենք, թե մինչև 3 միլիոն դրամ, ամեն շնչին, ասենք, թե ունենք 650,000 ընտանիք, ունենք 2 միլիոն 450,000 վարկառու, որ մինչև 3 միլիոն դրամը պետությունը հաշվի առնելով տնտեսական ճգնաժամ, համաճարակ պատերազմ, ներում է շնորհում ժողովրդին։ Հիմա 15 միլիարդ է պարտքը, թող լինի 16 միլիարդ 100 միլիոն, բայց 2 միլիոն 200,000 մարդ, այդ ճայթից դուրս է գալի ժողովուրդ։ Ես ինչ որ ասում եմ, հնարավորության դեպքում, հենց առաջին նիստում այդ հարցերը դրվելու են, կարգավերվել են, որ մարդիկ այդ ճայթի մեջից դուրս գան։ Երկրորդը, այսօր առողջապահության խնդիր է, գիտեք, որ ասենք թե որից մեկը գոհացված չի այդ աշխատանքով, չի արտարացվում, պետ պատվեր, էսա ենա, գնում ես, հետո գգաց, հետո գնում ես, հետ չկա, կամ ասենք թե այդ հիվանդությունը պետ պատվերի մեջ չկա։ Առողջապահություն ու կրթությունը անվճար, ես չեմ ասում այդ գումարները օդից, հիմա էլ առողջապահությանը 700 միլիոն դոլար գումար է տրամադրած, բայց անօգուտ, մարդիկ լիարժեք բավարարված չեն, գոհ չեն, որտեղ չեն կարողանում լիարժեք օգտվել, գնում են կամ կընդունեն, կամ չեն ընդունի խնդողի կարգավիճակում, անպայման առաջինը վարկերն է, երկրորդ առողջապահություն և կրթությունը, որ պետք է լինի անվճար, երրորդը իհարկե գույքարկի խնդիրն է, որ ընդհանուր դրեցին հանրապետությունով 100% բարձրացրեցին, որ դա պետք է այդպես չարվեր, որտեղ ժողովրդի վիճակի չի և գումարները չի ավելացել, որ գույքարկը 100% ավելացնում են։ Փոքր ու միջին բիզնեսի հետ կապված հարցը, որ ընդհանրապես մարդը փոքր ու միջին բիզնես ձեռնարկում է, նա մինչև 60 միլիոն դրամը շրջանառության մեջ իրավունք չունեն մոտ գնան, իրավունք չունեն ակ գրեն, հնարավորություն տան, որ մարդը կայանա զարգանա, փոր ձեռք բերի, շուկա ձեռք բերի, որ կարողանա աշխատի։ Նոր դրանից հետո 170 միլիոնի դեպքում նոր ինքը 1% պետք է հարկտա։ Ես գործունեությունը սկսել եմ փոքր ու միջին բիզնեսից։ Դա հասկանում եմ, գիտեմ, անհրաժեշտություն կա տեր կանգնեն, օգնեն, որ մինչև ոտի կանգնեն։ Հա, եթե նա 170 միլիոն շրջանառություն արեց, դա մոտարապես 500,000 դոլար։ 500,000 դոլար դեպքում 5,000 դոլար ինքը միանշանակ իր արկերը կվճարի, մեծ ուրախությամբ։ Իմ ասածները իրականությանը համապատասխանում են, որ անհրաժեշտ է քայլ կատարեն, մարդիկ կարողանան ոտի կանգնեն, մարդիկ կարողանան շնչեն, ուրախանան դեպքների ժպիտ գա, ոչ թե երկից թողեն գնան։ Ժողովուրդ ջան, ես իրական ինչ ասում եմ, որից մեկը չի կարա հակառակ ասի։ Այսօր նայելով իմ ժողովուրդը ինչ կա կորցրել է։ Տուժած, կորցրած, զոհված, այսօր խեղճացած, ով դրսի հետ կապ ունի, գիտի, որ ժողովուրդը ասելու բան չունի։ Այսօր հիմնական քանդել, ավիրել, բռնել, խլել, նստեցնել։ Այդ երկրում, որից մեկը գա ներդրում կատարի, հարց եմ տալիս։ Եթե մարդը այսօր գործանը գնել է լիարժեք որոշումով 25 տարի անցել է, 25 տարի աշխատել է, ներդրում արել, մարդիկ աշխատում են, ամսական 500 միլիոն դրամ հարկ է տալիս, ու դրանից հետո ասենք թե նայում են, որ հակառակ ենք խոսում, ճիշտ ենք խոսում, ժողովուրդը ընդունում է, հավատում է, վստահում է, ո՞նց է կապում, արդեն ասում են բռնելու, խլել, ես ցավը տանեմ, ես ասել եմ իմ հայրենիք ունեցվածքը չեմ փոխել, օրենք առաջ բոլոր հավասար են։